Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Նազովրեցու Սուրբ ու ամենակարող Բարձրյալ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Թող Տիրոջ պաշտպանությունը եւ ողորմությունը լինի ամենքիս հետ։ Եվ այս դասը եւ բացատրությունը, ամեն խոսքեր եւ մեր հասկացողությունը բերում եմ Տիրոջ զորավոր իշխանության տակ։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով գալիս եմ ողորմությանդ գահի համար, թե ինձ համար, թե ընտանիքիս բոլոր անդամների համար, իմ հարազատների գերդաստանիս համար, ինձ լսող եւ հետևող մարդկանց, նրանց ընտանիքների, նրանց հարազատների համար, Տեր, մեր հայ ազգի համար։ Տեր, մենք ընդունում ենք, որ մեր մեղքերի պատճառով մեր ականջները փակ են։ Չարը փակել է մեր ականջները։ Մենք չենք կարող քո խոսքը լսել, ընկալել ու հասկանալ։ Խնդրում եմ քեզ, Հայր, քո փառքի համար, քո անվան համար, Հիսուսի համար, ողորմություն արա Տեր, ու բացի մեր ականջները, քանդի կապանքները մեր ականջների վրայից, որ լսենք քո խոսքը, որ հասկանանք քո խոսքը, որովհետև քո խոսքով է գալիս ճշմարտությունը, Տեր, որ քո խոսքը զզվելի, անընդունելի կամ վիրավորական չլինի մեզ համար, որ քո խոսքը ոչ թե մեզ գրգռի, այլ լույսի մեջ բերի մեզ, ու մենք մեծ ախորժակով սնվենք ու կերակրվենք քո սուրբ խոսքով, եւ մեր կյանքերը թող հագենան ու նորոգվեն։ Տեր, աղերսում եմ, զսպիր քո ցասումը մեր հանդեպ, չնայած արդարացի է քո զայրույթը, եւ ողորմիր մեզ քո սուրբ անվան համար։ Քո ձեռքը մեր դեմ մի երկարացրու, այլ փրկի մեզ, գործի մեր կյանքերում քո սուրբ հոգով, Տեր, ու ազատի մեզ ստից, խաբեությունից, որ մեզ կապել են, որ սուտ ու կեղծիկ չսիրենք, սուտ ու կեղծիկ չխոսենք, սուտ ու կեղծիկ չգործենք, Տեր, այլ ընդունենք քո ճշմարտությունը, առաջնորդվենք քո ճշմարտությամբ եւ ապրենք քո ճշմարտությամբ։ Ազատիր, Տեր, նաեւ մեզ ընչաքաղցությունից ու ագահությունից, որ չվառվենք ագահության կրակներով, այլ խոնարհությամբ քո հետևից գնանք, Տեր, հեզության շորեր հագած։ Հիսուսի անունով աղոթեցի եւ վստահում եմ քեզ, Տեր, որ կգործես ամենքիս կյանքում, օգնելով մեզ, դուրս բերելով խավարի կապանքներից։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնում ենք Ելք գլխի նախաբանի շարունակությանը։ Մենք երեք հասել ենք մինչև 14-րդ գլուխը նկարագրելով, թե ինչի մասին է այդ գիրքը։ Նախկին երկու դասերը լսեք, որպեսզի նաև հասկանաք ինչու համար է այն կենտրոնական գիրք եւ քրիստոնյաները պետք է կարդան, անգամ եթե քրիստոնյա չես ու լսում ես այս դասերը, որպեսզի հասկանաս Աստծո փրկության ծրագրի մասին, ճանաչես Աստծո սիրտը եւ հասկանաս ինչու համար մարդկությունը փրկության կարիք ունի։ Մենք երեք տեսանք, որ Եգիպտոսից, որ դուրս բերեց Մովսեսի միջոցով Աստված Իսրայելի ժողովրդին, Կարմիր ծովի մեջով անցկացրեց, ոնց որ բաժանեց ծովի ջրերը եւ Իսրայելին փրկեց եգիպտացիների ձեռքից։ Աստծո ազատագրումը եգիպտացիները նշեցին երգով ու պարով, 15-րդ գլխում դա տեղի ունեցավ եւ Իսրայելը հետևեց Աստծո առաջնորդությանը դեպի անապատ, Աստված իր ժողովրդին անապատով առաջնորդում էր։ Սակայն շուտով անապատային դժվար, ոչ հեշտ կյանքը չափազանց դժվար դարձավ ժողովրդի համար։ Իսրայելցիները լաց էին լինում Եգիպտոսի հին լավ օրերի համար, նույնիսկ այն բանից հետո, երբ Աստված հոգաց նրանց սննդի եւ ջրի կարիքները եւ պարտության մատնեց ամեղակեցիներին, որ ուզում էին վերացնել իսրայելցիներին։ Սա խոսում է այն մասին, որ երբ մենք հայտնվում ենք դժվար իրավիճակների մեջ,
մենք անմիջապես սկսում ենք տրտնջալ։ Եվ հետ հայաց գցելով մեր անցյալին, մոռանում ենք անցյալի դժվարությունները, ոնց որ իսրայելցիները մոռացել էին, որ Եգիպտոսում իրենք ստրուկ էին, որ իրենք այնտեղ տառապում էին, որ լացել, աղաղակել ու խնդրել էին, որ Աստված իրենց փրկի, բայց դրա փոխարենը հիշում էին մի բան Եգիպտոսում, որ եղել էր նախկինում եւ իրենք գուցե դրանով չէին ապրել, բայց լսել էին, որ մի ժամանակ Եգիպտոսում լավ ա եղել, ու հիմա որ հայտնվել էին այդ իրավիճակում, անապատի դժվար իրավիճակում ու չնայած Աստծո արած բոլոր հրաշքների, տրտնջալը, մեղադրելը, հին այդ նոստալգիկ, լավ ու բարի օրերն էին հիշում ու ասում են մենք դա ենք ուզում։ Մոռանալով, որ Աստված հոգում էր նրանց սննդի եւ ջրի կարիքները ու անգամ իրենց վրա հարձակվող այլ թշնամի ազգերին Աստված պարտության էր մատնել։ Դա կկարդանք 15-րդ եւ 17-րդ գլուխներում։ Հետո տեսնում ենք, որ Մովսեսի աները, եթե հիշում եք, Մովսեսը ամուսնացել էր հովիվ աղջիկներից մեկի հետ, իր աները, Հեթորը անապատ է բերում Մովսեսի կնոջը ու երեխաներին, ու Հեթորը նաև մեծարում եւ փառաբանում է Աստծուն այն ամենի համար, ինչ Աստված արել էր Մովսեսի եւ Իսրայելի ժողովրդի համար։ Այստեղ էլ նորից սովորում ենք Աստծուն շնորհակալություն հայտնել, գոհանալ չնայած ամեն դժվարություններին։ Հեթորը նաև խորհուրդ է տալիս Մովսեսին, թե ինչպես ավելի լավ կազմակերպի ժողովրդի հարցերի ու հոգսերի լսումը, դրանց դատը, ազատելով Մովսեսին ծանրագույն սթրեսից։ Սա կկարդանք 18-րդ գլխում։ Այնուհետև Իսրայել ժողովուրդը շարունակում է իր ճանապարհը Աստծո առաջնորդությամբ ու հասնում Սինա լեռը։ Որտեղ Աստված կանչում է այս ժողովրդին դառնալու իր ուխտի ժողովուրդը, սուրբ ազգ դառնալու, իրականացնելու Աբրահամին տրված Աստծո առաքելությունը, որպեսզի օրհնություն դառնան ազգերին։ Աստված տալիս է 10 պատվիրանները եւ ուխտի կենտրոնական այլ օրենքները, որոնք կկարդանք ու կքննենք 19-ից 23 գլուխներում։ Ապա Աստված հաստատում է իր ուխտը խորհրդավոր արարողությամբ 24-րդ գլխում։ Հետո տեսնում ենք, որ Մովսեսը բարձրանում է լեռան գագաթը ստանալու Աստծո մնացած հրահանգները, մնացած օրենքները, մասնավորապես սրբազան պաշտամունքի վայրի խորանի կառուցման հրահանգները։ Սա կտեսնենք 24-ից 31 գլուխներում։ Բայց Իսրայելի ժողովուրդը բոլորիս պես անհամբեր էր ու սпасել չգիտեր։ Ու քանի որ Մովսեսը շատ օրեր բացակայել էր, 40 օր, ու լուր չունեին, որոշեցին, որ Մովսեսը մեռել է։ Նրանք համոզեցին Ահարոնին, որ ոսկուց իրենց համար մի պաշտամունքի երկրպագության առարկա սարքի, որին իրենք իրենց աչքերով կարող էին տեսնել ու երկրպագել։ Եվ Ահարոնը դա արեց։ Աստծո տված ոսկուց նա ոսկե հորդ սարքեց ու ժողովուրդը սկսեց երկրպագել այդ ոսկե հորդին, որը կուռք է, կեղծ Աստված, իբր թե դա այն Աստվածն է, որ իրենց փրկեց Եգիպտոսի ձեռքից։ Սա կարևոր է մեզ համար հասկանանք, ոչ միայն, որ կռապաշտության մեջ չընկնենք, բայց հասկանանք, որ հաճախ կռապաշտության դրդող պատճառներից, ակունքներից մեկը այն է մեր անհամբերությունը, մեր համբերատար չլինելը, չսպասելը, Աստծուց առաջ ընկնելը, Աստծուն չհարցնելը։ Սա զայրացրեց Աստծուն, այս ոսկե հորթը, որ սարքել էին ու որին երկրպագում են։ Եվ Աստված Մովսեսին հետ ուղարկեց ժողովրդի մոտ, ասելով գնա տես այդ պնդավից ժողովուրդը արդեն մեղքի մեջ է ընկել։
Մովսեսը աղոթեց ժողովրդի համար, չնայած նրանց մեղքին, բայց հետո տեսավ ժողովրդի մեղավոր գործողությունները, ոսկե հորթը եւ Աստծո տված օրենքի քարե տախտակները նետեց ցած կոտրելով դրանք։ Մովսեսն էլ ընկավ զայրույթի մեղքի մեջ։ Մովսեսը հետո կրկին բարձացավ Աստծո ներկայության մեջ եւ աղոթեց ժողովրդի համար։ Աստված պատժեց Իսրայելի ժողովրդին, բայց չոչնչացրեց նրանց, ինչպես սպառնացել էր։ Հակառակը Աստված ցույց տվեց իր շարունակական ներկայությունը հանդիպման վրանում եւ թույլ տվեց անգամ, որ իր փառքը անցնի Մովսեսի կողքով։ Սա կտեսնենք 32-ից 33 գլուխներում։ Այստեղ որ ասում ենք Աստված սպառնացել էր ոչնչացնել ժողովրդին, բայց փոխեց միտքը եւ միայն պատժեց Իսրայելի ժողովրդին, չի նշանակում, որ Աստված չգիտի ինչ է անում ու շարունակաբար միտքն է փոխում։ Ոչ, ինչը փոխեց Մովսեսի աղոթքը, բարեխոսական աղոթքը ժողովրդի համար։ Ահա թե ինչու մենք պետք է բարեխոսենք մարդկանց համար, կանչելով Աստծո ողորմությունը։ Այնուհետև Աստված Մովսեսին նորից տվեց օրենքը, երկու նոր քարե տախտակների վրա գրված, իր մատով գրած, եւ նորոգեց Իսրայելի ժողովրդի հետ կնքված ուխտը, նրանց տվեց լրացուցիչ կյանքի ու սուրբ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հիմնարար օրենքները։ Աստծո հետ այսպիսի ինտենսիվ եւ մոտիկ շփումը փայլ էր բերել Մովսեսի դեմքին, որտեղ Աստծո փառքն էր շողացել Մովսեսի վրա, որ մարդիկ չէին կարողանում անգամ նրա երեսին նայել ու նա ստիպված էր քողով փակել իր երեսը։ Սա գլուխ 34-ում։ Այնուհետև Մովսեսը Իսրայելի ժողովրդին առաջնորդեց տոնելու շաբաթ օրը, եւ այդ կարգը Աստված է կարգում, եւ կառուցելու պաշտամունքի խորանը, եւ ինչպես այնտեղ հաստատվեց պաշտամունքի կարգը առ Աստված։ Եվ Աստված օրհնեց այդ գործողությունը իր սուրբ փառավոր ներկայությամբ։ Սա նշան հանդիսացավ Իսրայելի ապագա ճանապարհորդությունների ու ընթացքի համար, հետևելով Աստծուն, որն իր ժողովրդի հետ էր ցերեկը ամպի տեսքով, գիշերը կրակի սյան տեսքով, բայց դա Աստծո ներկայությունն էր։ Եվ սա էլ կկարդանք 35-ից 40 վերջին գլուխներում։ Ուրեմն սրանով ես ամփոփ ներկայացրեցի, թե ինչի մասին է ելք գիրքը եւ ինչու քրիստոնյաներիս համար այն կենտրոնական կարևորագույն գիրք է եւ նախապատկերը Հիսուսի եւ մարդկության փրկության Հիսուսի միջոցով մեղքից եւ մահից։ Իսկ հիմա հասկանանք, թե որն է ելք գրքի հիմնական կարևորագույն թեմաները, որ մենք քննարկելու ենք։ Կան ավելին, բայց կենտրոնանանք սրանցից մի քանիսի վրա։ Առաջինը, որ Աստված գերիշխում է ողջ արարչության, ողջ տիեզերքի ու երկրի վրա, տեսանելի ու անտեսանելի բաների վրա, երկրի բոլոր ազգերի եւ նրանց առաջնորդների վրա։ Աստված գերիշխում է ամեն մեկի ու բանի վրա։ Երկրորդ, Աստված հավատարիմ է իր խոստումները կատարելու մեջ։ Աստծո բոլոր խոստումները եւ խոսքերը կատարվում են։ Երրորդ, Աստված ստեղծում է մի ժողովուրդ, նրանց առանձնացնում իր համար, որին նա օրհնում է եւ որի միջոցով Աստված օրհնում է աշխարհի մնացած բոլոր ազգերին։ Չորրորդ, Աստված իր ժողովրդին տրամադրում է նյութական եւ հոգեվոր ռեսուրսներ, որոնք նրանց անհրաժեշտ են ապրելու եւ Աստծո նպատակներն իրականացնելու համար։ Եվ սա ճշմարիտ է մեզ համար։ Աստված տալիս է մեզ թե նյութական, թե հոգեվոր ամեն ռեսուրս, որպեսզի մենք կարողանանք ապրել
Աստծո նպատակները իրականացնելու համար։ Ինչ աստվածաբանական ուսմունք կա ելք գրքում եւ ինչ սովորեցին իսրայելցիները եւ ինչ ենք մենք այսօր սովորում այս գրքից։ Եգիպտոսի ստրկությունից ազատագրման միջոցով, որ կոչվում է ելք, Իսրայելը սովորեց, թե ինչպիսին է Աստծո բնույթը, Աստծո էությունը եւ այն փրկությունը, որ Աստված է բերում։ Նրանք նաև սովորեցին մեղքի բնույթը եւ թե ինչպիսին պետք է լինի Աստծո առաջնորդը, որոնք են երկրպագության բաղադրիչները եւ որն է փրկության իմաստը։ Ելքի միջոցով Իսրայելը սովորեց, թե որն է Աստծո ժողովրդի ինքնությունը։ Նույնը մենք ենք սովորում։ Ծանոթանում ենք Աստծո էության, Աստծո բնույթի հետ, փրկությունն ենք հասկանում, սովորում ենք մեղքի բնույթը, ինչպիսին պիտի լինի Աստծո առաջնորդը, իսկ մենք ամեն մեկս կանչված ենք Աստծո առաջնորդ լինելու, ինչպիսին պիտի լինենք, ինչպես է Աստված ցանկանում, որ իրեն երկրպագենք, եւ որն է փրկության իմաստը, ինչ պիտի անենք մենք այդ փրկության հետ, եւ որն է մեր ինքնությունը։ Աստված աշխարհի ղեկավարն է, ունակ է գործել իր ժողովրդի համար, նույնիսկ աշխարհի ամենահզոր քաղաքական եւ ռազմական ուժի հայրենիքում։ Այդ ժամանակ Եգիպտոսը ամենաուժեղ ու զորավոր երկիրն էր, եւ Աստված այնտեղից հանեց իր ժողովրդին Եգիպտոսին կատարյալ պարտության մատնելով, ջախջախելով։ Սովորում ենք, որ Աստված ինքն է ցանկանում, ինքը ընտրում է գործել իր ընտրյալ ժողովրդի համար։ Աստծուն ոչ մեկ չի ստիպում, դա իր կամքն է։ Սովորում ենք նաև, որ Աստված գիտի իր ժողովրդի վիճակը, նույնիսկ երբ մեկ այլ ազգ նրանց ստրկության է ենթարկել։ Աստված փրկեց իր ժողովրդին, կանչելով, առաջ բերելով մի առաջնորդի, ում միջոցով Աստված իր կամքը հաղորդեց ժողովրդին ու նաև առաջնորդեց դիմակայելու թշնամիներին։ Մենք տեսնում ու սովորում ենք նաև, որ Աստված զորացնում է իր ընտրած առաջնորդին, նրա անձնական թուլության պահին, այլ ոչ թե ուժի պահին։ Մեր թուլության մեջ է Աստծո զորությունը երևում։ Աստված գործի դրեց բնության ուժերը նաև, բնություն, որ ինքն էր արարել, բնության ամեն մի ուժը, որ Աստծուն է ենթարկվում, ցույց տալու իր անգերազանցելի զորությունը եւ ցույց տալու նաև իր հոգատարությունը իր սեփական ժողովրդի նկատմամբ։ Փրկությունը, զորությունը եւ հոգատարությունը այն ամենը չէր, ինչ Աստված հայտնեց իր մասին։ Նա նաև ցույց տվեց իր սուրբ բնույթը նրանով, թե ինչ հատուկ նախապատրաստություններ էր պետք անել Աստծո ներկայության մեջ մտնելու համար։ Աստված սովորեցնում է մեզ այսպես։ Աստված բացահայտեց իր մեծ փառքը, այնքան վեհ, որ նույնիսկ Աստծո կողմից ընտրված առաջնորդը չէր կարող տեսնել այն։ Մենք սկսեցինք սովորել, որ ոչ մեկ Հայր Աստծուն չի կարող տեսնել, բացի Հիսուս Քրիստոսից։ Եվ դրա համար Մովսեսը Աստծո դեմքը չէր կարող տեսնել, այլ տեսավ Աստծո փառքը, երբ Աստված անցավ իր կողքով։ Ամենից առաջ Աստված բացահայտեց իր կամքը, ներկա լինելու իր ժողովրդի մեջ եւ առաջնորդելու նրանց իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ու իրենց ամենօրյա սովորական գործերի մեջ։ Եվ այդպես մենք սովորում ենք, որ Աստված ցանկանում է մեր կյանքի մեջ լինել, ոչ թե կյանքի մասը լինել, այլ մեր ամբողջ կյանքը իրենով լինի։ Նրան հետաքրքրում է մեր ամենօրյա սովորական գործերը, որ նրա մեջ էլ ինքը ներկա լինի ու մեզ հետ լինի։ Այդպես անելով Աստված ցույց տվեց այն ճանապարհը, որով Աստված ակնկալում էր,
որ իր ընտրյալ ժողովուրդը պիտի ապրեր ու գնար սրբության ուղիով, ազգերի մեջ քահանայության ուղիով։ Նույնը մեզ է վերաբերվում, որտեղ մենք ասեցինք, որ այս ամենը Հիսուսի նախապատկերն էր։ Հիսուսով էլ մենք ենք Աստծո ժողովուրդը, մենք էլ պիտի գնանք սրբության ուղիով եւ ազգերի համար քահանաներ լինենք, բերելով Աստծո խոսքն ու ճշմարտությունն ու լույսը։ Եվ այս սրբության ուղին կենտրոնացած էր 10 պատվիրաններով առաջնորդվող կյանքի վրա։ Նման կյանքը արտացոլում էր Աստծո բնույթը, որի մասին պարզ ու հստակ խոսվում է Ելք 34 գլխի 6-7 խոսքերում։ Տերն անցավ Մովսեսի առջևից եւ կանչեց. Ես եմ Տերը, Տեր Աստվածը, Տեր ողորմած եւ գթած, համբերատար, առատ ողորմությամբ եւ ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք եւ մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին։ Աստված ակնկալում էր, որ իր ժողովուրդը ապրի սրբության ճանապարհով, 10 պատվիրանների ճանապարհով։ Դա չանելը մեղք էր։ Մեղքի կենտրոնը այստեղ մասնավորապես Աստծո արածի համար մեկ այլ Աստծու, ավելի ճիշտ չաստվածի, ինչ-որ կուռքի երկրպագելու մեջ է, ինչ-որ ստեղծված բանի երկրպագելու մեջ է, հա? Ասենք, օրինակ, Աստված է ստեղծել արևը, փոխանակ Աստծուն երկրպագես արևի համար, արևն ես երկրպագում, արևին ես մեծարում։ Շատ ու շատ ազգեր են այդպես վարվում։ Կամ քո ձեռքով ինչ-որ քարե քանդակ ես սարքում ու ասում ես սա է իմ Աստվածը, հա, սա ինձ փրկեց, ոնց որ իրենք արեցին ոսկե հորթը, սարքեցին ասելով սա մեզ փրկեց Եգիպտոսից։ Սա ամենամեծ մեղքն է, մեղքի կենտրոնն է, ամեն ինչ բխում է դրանից, մեր կյանքերը քանդվում են դրանից։ Մարդկային ձեռքով ստեղծված որևէ բանի երկրպագելու մեջ է ճշմարիտ, կենդանի, արարիչ Աստծուն երկրպագելու փոխարեն մեղքի կենտրոնը այդտեղ է, ով թույլ չի տալիս իր պատկերները ունենալ կամ որևէ բան արարել ու դրանց որպես Աստված պատկերացնել։ Աստված թույլ չի տվել դա անել։ Մեղքից խուսափելու համար Աստծո ժողովուրդը ստիպված էր հետևել Աստծո ընտրյալ առաջնորդին, նույնիսկ երբ իրենց կյանքի ճանապարհը անցնում էր անապատով եւ պահանջում էր այնպիսի ապրելակերպ, որը լիք էր զրկանքներով, ներառյալ որոշ իրենց սիրելի ուտելիքների ու շքեղությունների պակասությունը, որոնց նրանք սովորել էին Եգիպտոսում կամ հիշում էին այդ մասին նախկիններից ու շատ էին կարոտել ու փափագում։ Ժողովրդի առաջնորդը հետևում էր Աստծո կամքին, այլ ոչ թե ժողովրդի կամքին, որտեղ ժողովուրդը անընդհատ տրտնջում էր։ Կարևոր չի, մենք միշտ պիտի հետևենք Աստծո կամքին։ Այդպես անելով առաջնորդը շարունակաբար միջնորդում էր Աստծո առաջ, բարեխոսում էր Աստծո առաջ մեղավոր ժողովրդի համար։ Առաջնորդը, որ Մովսեսն էր, անգամ պատրաստ էր հրաժարվել Աստծո հետ իր տեղից ժողովրդի փրկության համար։ Միայն այն առաջնորդը, որը դեմ առ դեմ շփվում էր Աստծո հետ, մոտիկ հարաբերություններ ուներ Աստծո հետ, կարող էր զարգացնել իր մեջ նման զոհաբերվող վերաբերմունք։ Որպեսզի մենք էլ կարողանանք Քրիստոսի պես զոհաբերվող սեր ցուցաբերենք որևէ մեկի հանդեպ, մենք էլ պիտի Մովսեսի պես ունենանք այդ մտերմիկ հարաբերությունը Աստծո հետ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մենք իր նման դառնանք, որ կարողանանք իր նման էլ սիրել։
Այսպիսով Մովսեսը դարձավ Իսրայելի համար անզուգական առաջնորդ։ Առաջնորդի մշտական դերը ներառում էր պաշտամունքի վայրի և պաշտամունքի ծեսերի հիմնումը նաև։ Աստծո ժողովուրդը ձեռք էր բերում իր ինքնությունը պաշտամունքի միջոցով։ Այսինքն, երբ մենք պաշտում ենք Աստծուն, մենք նաև սովորում ենք մեր ինքնության մասին, ով ենք մենք, ինչի համար ենք ստեղծվել, ինչի է Աստված մեզ փրկում։ Առաջնորդը ցույց էր տալիս նրանց, թե երբ, որտեղ և ինչպես պաշտել Աստծուն, որտեղ մենք կարող ենք ընկնել սխալ պաշտամունքի մեջ, երբ պաշտում ենք ոչ թե Աստծուն կամ պաշտում ենք Աստծուն ոչ հաճելի ձևով։ Ժողովուրդը պաշտամունք էր մատուցում Աստծուն, քանի որ նրանք զգացել էին Աստծո փրկությունը իրենց մաշկերի վրա, իրենց կյանքի վրա։ Նրանց համար փրկությունը նշանակում էր ֆիզիկական ազատագրում հզոր աշխարհիկ թշնամու ռազմական ուժերից, որ Եգիպտոսն էր այն ժամանակ։ Այն ենթադրում էր հետևել Աստծո հրահանգներին և սպասել Աստծո հրաշագործ օգնությանը։ Նրանք ամեն քայլափոխի կտեսնենք, որ սպասում են Աստված ինչ է ասում, գնան, մնան, կանգնեն, քնեն և ամեն պահ, ամեն իրավիճակում սպասում են Աստծո հրաշագործ օգնությանը։ Նույնը մենք պիտի անենք։ Փրկությունը հաստատում էր հարաբերություններ Աստծո և ժողովրդի միջև, հարաբերություններ, որոնք հիմնված էին Աստծո նախաձեռնության վրա, ժողովրդին ազատագրելու և որ Աստված մարդկանց հրավիրում էր ուխտ կնքել իր հետ և ուխտի հարաբերությունների հիման վրա շփվել իր հետ։ Այսինքն, Աստծո ծրագիրն էր, Աստծո ցանկությունն էր և Աստված էր նախաձեռնել փրկել ժողովրդին և փրկության միջոցով հիմնել այդ հարաբերությունը իր հետ։ Աստված էր նախաձեռնել ազատագրելու ժողովրդին։ Աստված էր որոշել ուխտ կնքել այդ մարդկանց հետ ու հրավիրել էր այդ մարդկանց փրկության միջոցով կնքելու այդ ուխտը։ Ու որ Աստված էր նախաձեռնել, որ այդ հարաբերության միջոցով ժողովուրդը իր հետ շփվեր։ Սա նշանակում էր, որ մարդիկ կարող էին վստահել Աստծուն, որ Աստված կառաջնորդի իրենց անձնական և ազգային պատմության միջով։ Նույնը ինձ ու քեզ է վերաբերում, որտեղ Աստծո բնույթը չի փոխվել։ Մենք կարող ենք վստահել Աստծուն Հիսուս Քրիստոսով, որ նա առաջնորդում է մեզ թե մեր անձնական կյանքում, թե մեր ազգային պատմության մեջ, թե մարդկության պատմության մեջ։ Դա նաև նշանակում էր, որ Աստված ակնկալում էր, որ ժողովուրդը ոչ միայն կվստահի իրեն, այլ ժողովուրդը կհնազանդվի իրեն։ Երբ Աստված սահմանում է կյանքի ուղին, որին նրանք պետք է հետևեին, նույնն էլ ինձ ու քո համար։ Աստված մեզ չի փրկում, որ մենք գնանք ինչ ուզում ենք անել, այլ Աստված ակնկալում է, որ մենք, որպես իր ժողովուրդ, պիտի համ վստահենք իրեն, համ հնազանդվենք իրեն, ապրենք իր սահմանված կյանքի ուղին, սրբության ուղին, պիտի հետևենք դրան։ Իսկ մեզ համար այդ ամենը գրված է Աստվածաշնչում, ահա դրա համար անհրաժեշտ է, որ մենք կարդանք Գիրքը։ Փրկությունը պարզապես Աստծո փրկությունը ստանալու մեջ չի, այլ Աստծուն հավատքով հետևելու մեջ է և ապրելու այն ապրելակերպով, որ Աստված սահմանել է մեզ համար։ Այսքանը այսօր։ Վաղը արդեն կանրադառնանք հենց բուն ելից գրքին ու կսկսենք կարդալ։ Աստված օրհնի ձեզ։ Ես խնդրելու եմ, որ դուք ինձ հետ հավասար կարդաք։ Ջանք գործադրեք, ժամանակ ներդնեք, իրար հետ կարդանք և հասկանանք։